Մի քանի վայրկյան, մի քանի խոչընդոտ ու հաղթում է նա, ով ավելի արագ է կողմնորոշվում։ Բաց դաշտում Armdrone-ի FPV կրթական ծրագրի մասնակիցներն են մրցում։ Պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը Armdrone համայնքը մեկնարկել է Ucom-ի աջակցությամբ։ Դաշտային թռիչքները դասընթացի գործնական փուլն են, ըստ էության փոքրիկ քննություն տեսական դասերից հետո։ Ucom-ը նայում է այս FPV դրոնների ոլորտին ոչ թե իբրև ԱՏՍ-ներ, ոչ թե իբրև ինչ-որ թռչող մի սարք, այլ իբրև տեխնոլոգիական կրթություն։ Ճիշտ է, երեխեքը սովորում են տեսականը, հասկանում են թե տեսականորեն թեորիան ոնց է աշխատում, բայց շատ կարևոր է, որ այս գիտելիքները իրենք իրական կյանքում գործարկեն։ Մինչ այս մրցուղի հասնելը բավական երկար ճանապարհ են անցել։ Ծրագրի մասնակիցները նախ սովորում են տեսական մասը, ապա սիմուլյատորով առանց իրական դրոնը վնասելու մարզում են կառավարման հմտությունները։ Հետո անցնում են փոքր դրոններին, ծրագրային հատվածին, սարքերի հավաքմանը եւ միայն դրանից հետո իրական թռիչքներին։ Շատ ոգևորված եմ, որտեղ ամեն շաբաթ գալիս ենք ստեղ, հավաքում ենք, քշում ենք, պարապում ենք, որ ապագայում գնանք այլ երկրներ ու մասնակցենք ավելի խոշոր մրցույթների։ Մի քանի րոպեն կամ ժամը, որ մենք քշում ենք, այդ դրա համար մենք այդ ամեն ինչը անում ենք, որ ստանանք այդ հաճույքը։ Իսկ լավ արդյունքի համար այստեղ միայն արագությունն ու ռեակցիան բավարար չեն։ Հարակից այլ հմտություններ են սովորում տղաները։ Իրանք սովորում են ֆիզիկա, իրանք սովորում են ռադիոկապը ոնց է աշխատում, իրանք սովորում են զոդում, էլեկտրոնային կոմպոնենտների հետ են ծանոթանում, այսինքն ամբողջական ֆուլ ինժեներական փաթեթին սկսում են տիրապետել։ 3, 2, 1, start։ Դասընթացի մասնակից տղաները իրենց արդյունքներին հետևում են ոչ միայն դաշտում։ Նրանց համար հատուկ համակարգեր ու Telegram բոտեր են աշխատում, մրցուղիներ են գեներացնում, իսկ մասնակիցները տեսնում են միմյանց արդյունքները եւ փորձում հաջորդ անգամ ավելի լավ ժամանակ գրանցել։ Այս համակարգի միջոցով մենք ստուգում ենք, որ իրան ժամանակն ենք ստուգում, իսկ տեսանյութերով էլ հասկանում ենք, որ ինքը հերթականությունը ճիշտ է անցել թե չէ։ Այս ոլորտը նրա մասին չի, որ մի անգամ սովորում ես ու վերջ լրիվ տիրապետում ես, պետք են ստաբիլ պարամունքներ ու այդպես կարանք հասնենք արդյունքի։ Ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 500 հայտ։ Ucom-ի աջակցությամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրությունը վերածել արդեն կոնկրետ հմտության։ Այս ամենը իրենց օգնում է, որ իրենց մտածելակերպը զարգանա, ավելի ճկուն դառնան, որ առջևում, ապագայում, թվային աշխարհում ակնթարթի պահի տակ իրենք կարողանան ճիշտ որոշում կայացնեն։ Ու դա է բոլոր նպատակը, որ մենք ցկտում ենք ու աշխատում ենք ու հավատում ենք, որ այսպիսի կադրերը պետք է պատրաստվին փոքր տարիքից։ Դասընթացի կազմակերպիչները հույս ունեն, որ այս երեխաները շուտով ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային մրցուղիներում կհայտնվեն, արդեն որպես պատրաստված FPV օդաչուներ ու ինժեներական մտածողություն ունեցող երիտասարդներ։